Մենք պահանջներ չունենք, մեր առաջարկը, որ ուզում ենք համաներում։ Ուրեմն ես օրինակը կարամ ցած բերեմ, ամեն ինչի մեջն էլ սխալությունները լնումա։ Նույնիսկ որ վերցնում ենք քննությունները, քննության մեջ այդ 20 հատ թեստից հարցից, չէ, երկու հատից սխալվելու իրավունք ունես։ Եզդայի ժամանակ, ասենք, մի հատ սխալվելու իրավունք ունես քննության ժամանակ։ Հիմա ասենք մարդն կյանքում մի անգամ սխալվել է։ Այդ մի անգամը չի նշանակում, որ մեր համար պետքա ճակատագրական լինի։ Այնքան ճակատագրական, որ խոսքի ասենք, այն հիվանդ ծնողդ ոչ չի կարող տեղից ելնի կամ մյուս ծնողը չի տենում ընդհանրապես, չես կարող իրանց պայես։ Ամոճի բայց մի այսօր իրանց թոշակով եմ ապրում։ Սխալ է, չէ՞։ Հիմա ճիշտ օրինակ ես բերեցի, հիմա այլ աշխատանք։ ոնց աշխատեմ, քույրիկ ջան, չեմ կարող։ Ես Երևան եմ աշխատում։ Ես ռայոնից եմ, հոկտեմբերանց եմ, Դալարից եմ։ Ամեն օր գալիս։ Ամեն օր։ Ես հա ասենք մի օր ավտոբուսով գամ եմ, բայց ես մեծ գործիքներ ունեմ, այդ գործիքները ամեն անգամ տեղափոխելուց 20,000 դրամ է։ Ես 20,000 դրամ տամ աշխատեմ, թե տուն տանեմ, էլ չեմ ասում, խոսքի ասենք երեխեն բանա, սովորում է, տղես զինծառայող, բայց վերջը, սաղ փողը։ Մեծ։ Ու այսքան ժամանակ ես կյանքում չեմ էլ մտածել, որ խոսքի ասենք պետությունը ինչ-որ բան հնարավորություն ունեցել են, որ ինձ կարան օգնել, չեմ ուզել։ Հենց հիմա էլ ինձ օգնում են, ասում են զինվորի այրես, արի քեզ տանենք, ձրի օպերացիա ունես, չեմ ուզում, շնորհակալ եմ։ Ես ոչ տրտնջացող մարդ եմ, ոչ էլ բան, աշխատող մարդ եմ, չարչարվող։ Թողեք իմ եղածը տվեք ինձ ախպեր, ես կաշխատեմ կապրեմ։ Ոչ մեկից լումա չեմ խնդրել այսքան ժամանակ, չեմ խնդրել։ Ու այսքան մարդիկ էլ որ հավաքվել են, հատուկ համոզված եմ, հաստատ համոզված եմ, որ բոլորն էլ իմ նման առաջարկով են հավաքվել։ Մենք պահանջներ չենք ներկայացնում, մենք առաջարկում ենք, խնդրում ենք, խնդրանքի կարգով, որ մեր եղածը մեզ հետ տվեք։ Մենք այդտեղ խելոք մեր տունը պահենք։ Ոչ քաղաքականությամբ ենք զբաղվում, ոչ էլ չգիտեմ կուսակցական կամ եսի ինչ ենք։ Այսօր եւս նամակ հանձնել եք, թե Չէ, ճիշտն ասած, այդ զրկման պահին բարեկենական կամացել խոսում բան չի հասկանում։ Հետո անցել է մի քանի ամիս, իմացել եմ, որ դες բան կա, ու մտնում եմ, ասում են այդ առաջի 30 օրվա մեջը պետք է բողոքարկել։ Ձեր պահանջը այսօր կառավարությանը կրկին նամակով ներկայացրեցիք, թե ոչ։ Ես մինչև անգամ Նիկոլ Փաշինյանի վարչապետին եմ ուղարկել ցայնային սաբշենի եմ ուղարկել, որ խոսքի անձնական բանին էլ էջին, ինքը ոչ լսել է, ոչ տեսել է, ոչ էլ չգիտեմ։ Ես ոչ էլ մտածում եմ, որ խոսքի ինչ-որ բան է։ Բայց ասում են հատիկ քաղաքացիների նամակների պատասխանում են։ Դե որ պատասխաներ հիմա պատասխանած կլինի։ Ձայնային եմ ուղարկել, չէ, ձայն։ Նույն բանը ինչ-որ նոր ասացի, որ կյանքում մարդը բոլորն էլ սխալվում են, հիմա մի անգամ էլ մենք ենք սխալվել։ Որ ինքն էլ չէ, սխալվում է, չէ։ Հիմա ուզում է իրան ընտրենք, որ ինքը իր սխալներն ուղղի, ճիշտ է։ Բոլորն էլ դընց են, չէ՞ ասում։ Հիմա մենք էլ ենք ասում, ախպեր, մենք խրատվել ենք, մենք մեր քթին արդեն առել ենք։